Բարև ձեզ, հայր ջան, Գենրիխ Իգիծյանն ասել էր, որ բոզին բոզություն է հասնում անել, ինքը ի նկատի ուներ Կրեմլին, պարզվեց բոզերը բոլոր տեղ են, ոչ թե մենակ Կրեմլում, այլ բոլոր պետությունների, աշխարհի բոլոր պետությունների, ժողովուրդ ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում, բոլոր պետությունների առանց բացառության քաղաքական դաշտում գտնվողները բոլորը պարզվեց բոզ են, Էփշտեյներն են, բոլոր երկրներում ստեղծել են ոնց որ բոլոր ժանրների մեջ լինում ահա բարի և չար կերպարները, իրանք այդ բարի ու չարը ստեղծել են ու բոզերով խաղում են, փաստորեն բոզերին բոզություն է հասնում անել, ներառյալ ժողովուրդ ջան, մեր Արցախում և մեր Հայաստանում, երեկ վիդեո տարածվեց սև մասկեքներով, նկարները ցույց կտամ, Արցախի բարբառով, ուրեմն Հայաստանի և Արցախի դրոշակի ֆոնի վրա ելել են ինչ-որ իբր թե տղամարդիկ, ասա ես ձեզ ցույց տամ, ուրեմն առաջինը հանդիպեցի Անահիտ Ավետիսյան, ահա, էսա նայեք, այս տեսնում եք այս սև մասկեքներով, Արցախի և Հայաստանի դրոշակը սև ֆոնի վրա, էսի իբր թե ատառա, չգիտեմ Արցախ նկատի ունեն, Արմենիա նկատի ունեն, ձեռք ձեռքի մեջ թվանք, ընդհանուր որ նայում եք, են ռադիկալնի մուսուլմանների ընդհանուր սև դրոշակների վրի, սենց հեռվից որ նայես, էտենց իրանց կոպիտ ասած կառակուլներին յա նման, որ Արցախի բարբառով, իմիջայլոց Արցախը երկրորդ պարտիան, որ հանձնեցին, հայաթափ արեցին, էլա նայ սենց, առանց ահա բեկելու, ուղղակի խոսացին, որ իրանք պատրիոտ են, նորից սև շորերով, նորից Արցախի ու Հայաստանի ֆոնի վրա, գոռում է, սրանք ծրագիր են տալիս, սև բերեն Արցախի վրա, հիմա ելել են երկրորդ պարտիանա, ժողովուրդ ջան, ռիտուալ են անում, սև դրոշակը պահել են Արցախի ու Հայաստանի դրոշակի ֆոնի վրա, իրանք էլ իբր թե ասալան են, էսա նայեք, առաջինը էս էջի վրա, Անահիտ Ավետիսյան, հետո հայտնաբերվավ հայերով, երևի ըստ երևույթի հայերով խումբը, իշխանական խումբն է ժողովուրդ ջան, իմացեք, առաջինը ինձ թվում է, իրանց այս խումբին մեջն են գցել, երևի արդեն ժողովուրդը սկսել են այդ խումբից ոգևորված տարածել, գրել եմ երեկ որից բոլոր այդ վիդեոները որտեղ որ հանդիպել են, Իգիծյանի խոսքերն եմ գրել, բոզին բոզություն է հասնում անել, սա ջհուդական, բոզական, հերթական խաղ է, պարզվեց, որ էսա նայեք, այս թերթը, այս թերթը, որը ալիկա թերթ, չգիտեմ ինչ զայրում արա,
Առաջինը իրանք են, փաստորեն տարածել, ումնա պատկանում, Արմեն լույսնա գրում, էսա ժողովուրդ ջան, էսա, այս եզին տեսնում եք էսա, ահա, այս եզը, այսի, ուրեմն, ուզում եմ հիշեցնեմ, թե ումն է պատկանում Ցիվիկ AM-ը, կայքը կառավարումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից և ֆինանսավորվում է կուսակցության բյուջետից։ Այս եզն էլ երևի տնօրենն է, ինչ ակերի զուգարան չի գնաց է, ահա, այսի։ Սա պաշտոնական արդեն մարտիկ հայտարարեցին, որ ՔՊ-ականներին է, ուրեմն, ներեգվորից գրում են, որ սա ջվուդ բոզերի հերթական խաղն է, ժողովուրդ ջան, գոյություն ունի տրամաբանություն, որը հիմնավորվում է և հոգեբանության վրա, և միջավայրի, սենց ասեմ, ազգերի, ժողովուրդի, մարդկանց բարբառը իմանալով, պահելաձև, չգիտեմ, հազար ու մի հարցերի վրա է հիմնավորվում, ուրեմն ասեմ ձեզի, նման գործողություն անող տղամարդիկ խումբը չի ելնե ասի, գիտեք մենք կանք, արեք մեզ ոչնչացրեք։ Նման խումբերը գործում են գաղտնի և փաստի դեմ են կայնացնում իրանց հարցերի լուծումով։ Այսինքն ֆակտոր неожиданности է գործում, 50%-ից ավել հաղթանակը նրա մեջն է, որ իրան գաղտնիք են գործում ու փաստի դեմ են կայնացնում։ Ով ասեց, արեք գիտեք մենք կանք, մեր տեղը իմացեք, մենք կամերաների դեմ կայնում ենք սեց։ Երկրորդը, գոյություն ունի իսկական տղամարդու խոսալու ձևը, գոյություն ունի զինվորականի, ֆիդայինի, չգիտեմ, ոնց ասեմ ձեզի, մարդու խոսալու ձևը։ Այս դիշովկա շոուն, որ մասկեկը հակել էին, երևում էր, որ իրանց գույնավորներն են էլի, դե որ խելք ունենային, այսքան բան չէին անի, մարդ կլինեն։ Անխելք են, ուզում են մարդու դերում լինեն, հասկանում եք, քակը դրա մեջն է, որ չի ստացվում։ Դարերով կեղտերը ուզում են մարդու դերում լինեն։ Հիմա ագոնիայի մեջ են։ Դարերով արել են, եկել են հասել են գագաթնակետին, որ կուլ պիտի տան արդեն։ Չի ստացվում, ժողովուրդ ջան, զորով խոչի չի ստացվում։ Ուրեմն էդի գրեցինք, երեգվորից գրում եմ, առավոտ զարթնանք, հիմքը որ դրել են, կինոն շարունակվում է։ Չքննարկեմ այդ կինը, որ հերոս սենց դուրս եկավ, ելավ Նիկոլի դեմ, ենքան են սուտ խոսած է ժողովուրդ ջան։ Հիմք չունենք միանգամից հավատալու, կճշտենք իրականությամբ ով է, իրոք աղբերա ունեցե Արցախում բժշկա գործել, պլենը անգել, չի անգել, այդ մեղքի տակ ես չընկնեմ, բայց են որ աղջիկը ասեց յոլաներից է, հայտնի ճանաչված տոհմից են, ես միշտ մտածել եմ յոլաները ազգանունի հիմքում թուրքի բառ է, յոլ, ճամպա, Պուտին, հայերեն Պուտին, Պուտին ինչից է, այդ слово պուտ, դարոգա, յոլ թուրքերեն ճանապարհ, հա, հիմա չգիտեմ, մտածում եմ, մարդ եմ, յոլանը կարողը Պուտինի տարբերակ ազգանունն է, թուրքերեն լեզվից հայերենի, ուրեմն յոլան մեկը բժշկության մեջ է եղել, առնան փող ներարկման,
ինստիտուտի տնօրենն է, ինչքան գիտեմ, ու ինստիտուտը կարծե եղել է, ու ինստիտուտը հենց որը կուրատորը եղել է Ռիտա Սարգսյանը, փաստորեն որ հայտնի դարձավ, որ երեխեք են այն հայտնացել իրան միջոցով եւ հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկի в общем այդ անձնակազմի միջոցով իհարկե մի հոգով այդ գործը չեն անում, որին պարզվեց Քոչարյանը почему-то օրդերա տվեց թվերքներին, մեդալա տվեց լավ աշխատանքի համար։ В общем այդ առնան փոխներարկման ինստիտուտը իրան անունով է եղել։ Ռիտա Սարգսյանն եղել է կուրատորը այդ ինստիտուտի։ Այդ երեխեքը որ առնան ռակով բանով տարապում են, չգիտենք, հələ շատ բան գելնի ջեր երես։ Մի յոլան էլ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության կոնտրոլնի պալատայի նախագահն է եղել տարիներ շարունակ։ Samsung խանութի ցանցը որ կար Հայաստանում իրան բիզնեսներ, իրան երկու աղջիկն էլ ապրում են Անգլիայում։ Ուրեմն, քանի որ հասկացել ենք, որ մեր ամբողջ երկրի ղեկավարները թաքնված թուրք ու ջհուդներն են, այսինքն ամբողջ տնտեսությունն էլ նաև ջհուդների ձեռն է, իհարկե կոնտրոլնի պալատայի նախագահան հայ չէր կարա լինի ժողովուրդ։ Դա այն կազմակերպությունն է ազգային ժողովին կից, որ բոլոր ֆինանսական պատոկները, տնտեսությունները, գործունեությունները, բոլոր հիմնարկներին իրանց ձեռն է ստուգումը։ Այսինքն դա եղել է մտրակը ավելի շատ, որ Սովետը երբ որ քանդվեց, բիզնեսները սկսեցին նաև իհարկե հայերն անել, հայերին և պետական կառույցներից և частный սեկտորից արանքից թռցնելու մտրակն է եղել ժողովուրդ ջան, ում գլխին որ պետքա բերանը փակել, այնտեղ ուղարկվում են ստուգումները, հասկացաք, նամանավանդ ընտրություններից առաջ։ Արդեն պարզ է, չէ, յոլաները պատահական մարդիկ չեն Հայաստանում, իհարկե հայ չեն։ Մեղքի տակ չընկնեմ դեռ իմ համար պարզ չի, այդ կնոջ աղբերը իրոք եղել է այնտեղ, չի եղել, լինելուց այնտեղ ինչ գործնեություն են արել, էդ էլ չգիտեն, քանի որ պարզվեց դեռ 90-ականներից օրգաններ են տանում, պարզվեց, որ այդ գործի մեջ մեղադրվում են Կերոլայն Կոքսը և Զորի Բալայանը, ըստ ոտում կախված լուրերի, մենք բոլորս տեսել ենք Փոստանջյանի նկարը Մադլեն Օլբրայթի հետ, աշխարհը գիտի Մադլեն Օլբրայթը ով է եղել, որ Սիրիայի երեխեքների մարմինները սաղ շկոջերով նկարները ինտերնետից կային, դնում է ջերս ջարդում էին։ Հիմա ինտերնետի մեջ ման եմ գալիս, չեմ կարա, երևի արդեն բան են արել, որ Սիրիայի երեխեքներին ֆուրերով, շկոջով կապած, որ չթպրդան, տարել են Թուրքիա, նկարները եղել են, սեղանները դրած, երևի մեր Հայաստանի թռչնաբուծականներում ավելի ստիրիլ կալբասի գործարանները ավելի ստիրիլ են գործում, քան այդ երեխեքներին նկարները կան, հավի նման դրել են թուրքերը օրգանները հանելուց, չերես Թուրքիա գնացել է Իսրայել,
ու իբր թե իհարկե ռավիններն են զբաղվել դրանով, այդ գործով, ժողովուրդ ջան, իրանց հոգևոր հայրերը, ասենց ասեմ, ռավինները զբաղվել են այդ գործով ու իբր թե դատվել են, իբր թե իրանք դեր գտանեն, որ այո, բերաններս փակելու համար մենք իրանց դատել են, բայց հավայան կղզիներում ինչ որ միտեղ կայֆեր են անում։ Փոստանջանը նկարված է Մադլեն Օլբրայթի հետ, ժողովուրդ ջան, նկարը ոչ թե ինչ որ հարսանիքում պատահական կամ ցույցերին կամ ինչ, կայնած հետը նկարված է, այսինքն պետք է հասկանանք, որ Փոստանջանը իհարկե Մադլեն Օլբրայթը մենակով այդ գործը չի անում, իհարկե բոլոր պատերազմները իրանց համար ձերի շուկա է, իրանք հենց դրա համար էլ հիմնականում անում են, ով որ զոյվեց բնիկ ժողովուրդներին, ով որ կիսասաղա իրանց արագ ձևով տանում են, նա օրգնի։ Իհարկե ցանց ունեն բոլոր պետություններում, սա սխեմա է, ժողովուրդ ջան, մի օրվա մի հոգու բան չի, սխեմա է, բոլոր պետություններում իրանց ցանցը ունեն, որ հենց պատերազմը սկսվեն, Ազրահելներ թափվեն այդ վիրավորների վրա, վիրավոր կամ սաղ երեխեքներին պրոստը բռնել են, լցրել են ֆուրեկը, տարել են, գողացել են։ Ուրեմն, Փոստանջանը նկարված է Մադլեն Օլբրայթի հետ, պետք է հասկանանք, որ մարդ ենք, մտածում ենք, 100 հատ սկորի բերեցին միջև պատերազմը, հիշում եք, նկարեցին, 100 հատ սկորի բերեցին, իբր թե Հայաստանին օգնություն են բերել, բոլորը տեսել են երևի այդ կադրները, որ Ուկրաինայում պատերազմը սկսվեց, սամալյոտի մեջ նկարված, Իսրայելից իբր թե գալիս են օգնության ուկրաինցիներին, Ուկրաինայում դրեցին կրեմատորիաներ, Պրիչոմ ավտոնոմն է, գոռում էի, որ տրանսպլանտոլոգներին են ուղարկում, ժողովրդի օրգանները հանեն, մնացածը վառեն, տեսան, վերջում, որ ռուսներին, ուկրաինցիներին տվին սպանել, ջհուդներն եկան, պարզա չէ, որ ջհուդը ոչ թե գալիս էր փրկելու, այլ ջհուդը գալիս էր տանելու օրգանները, ես արդեն չեմ խոսում նրա մասին, որ 700,000 երեխա առանձին են տարել, ես չեմ խոսում նրա մասին, որ Զելենսկին հայտարարեց, որ վիրավորներին ուղարկում է Եվրոպա բուժվելու, բոլորն էլ որ այդ վիրավորները չկան, չերես Եվրոպա ուղարկել են նա օրգնի в Իսրայել, ուրեմն, չգիտեմ, խոսում եմ, մարդ եմ, մտածում եմ, եղել է այտենց բժիշկ, լինելուց ինչ գործ են արել, գործ արել են, թռել են, թե իրոք կռվել են, զոյվել են, իմ համար անհայտ է, պակա պարզ չի, բայց այսօր խոսալուց ես միշտ ասում եմ, որ ոնց է լինում, որ բոլորը մենակ Նիկոլ են մեղադրում, աշխարհը միայն Նատանյախու է մեղադրում, Հայաստանում միայն Նիկոլ են մեղադրում, այդ ոնց եղան, սրանք ինչ եղան, աշտահար եղան, ինչ եղան, մենակով այսքան մարդկանց գլուխներ են ուտում, իհարկե ծանծագործում, իհարկե պոլիտիկան ասենց, ոչ մեկը մեղավոր չի, չհասկանանք, որ սաղ իրար հետ են գործում, մտածենք, որ սաղ Նիկոլի դեմ են, ուրեմն հայ են, սաղ Նիկոլն է անում եզդրատիրոշները, հասկացաք, Նիկոլ, որ մնացածները մտածենք, որ հայ են, պատրիոտ են, պայքարում են, հիմա ժողովուրդ ջան, էսի պարզ եղավ, որ իրանք ստեղծեցին, հիմա կասեմ ինչի համար, Էս իբր թե ասալլան այլ է, ասեմ իմանաք Սիսլիկյանի ասալլան էլ, ժողովուրդ ջան, սա ասալլայի բուտաֆորյան է,
ասալայի նման կազմակերպություններ, ջոկատներ գործում են գաղտնի։ Սիսլիկյանը ստեղա ելույթ ունենում են, տեղա ելույթ են ստեղ, մաման ջվուտ կնիկ բոզություն արեց, տնից լարեց, հետո բերեց տուն, հասկացաք, այդ ենք հերոսա Սիսլիկյանը, ջվուտ, սատկումա, ուրեմն, գնացինք առաջ ժողովուրդ ջան, հիմա տեսնենք այս կնոջ ելույթը ի սկզբանե, առաջի խոսքերը այս վիդեոին լսեցիք ես կինը ինչ ասեց, դու ինձ շատ լավ ես ճանաչում Ավինյան, Նիկոլն էլ ասում է իհարկե ճանաչում է, հարց առաջանում, Ավինյանը ժողովուրդ ջան, 44 օր, ամեն ասու օր, Արայիկ Հարությունյանի պրիստավկեն էր, կողքը կայնած էր այսենց կողքը կայնած են, չերես Ավինյան, կարդինացվում էր ինվորմացիան ստեղից ենտեղ, ժողովուրդ ջան, Արայիկի հեռախոսը կարար պրասլուշկի տակ լիներ, չերես Ավինյան ինվորմացիան գնում էր, գիշատիչը կայնած էր միուս գիշատիչի կող, Արայիկ Հարությունյանի կող, ինձ հետաքրքիր է, կինը որ աղբոր ճակատագիր անհայտ է, դա ավելի բետար է ժողովուրդ ջան, քան իմանաս զոյված է, վերևն Աստված, ես չիմանաս թե ինքը կա, թե չկա, դա ավելի բետար է, ճիշտ է հույս է տալիս, բայց ավելի բետար է, եթե մարդը չկա, մարդը հույս ունի սպասում է, դա ավելի բետար է, ուրեմն ինքը ոչ մեկի հետ կռիվ չունի, Ավինյանը, որ կոնկրետ Արցախում հանցնում էր, իհարկե Նիկոլի հետ միասին, Արայիկի հետ միասին, Արցախը նաև փաստորեն ստացվում է և իրան աղբորը, Ավինյանի հետ շատ լավ, ասում է դու ինձ լավ ճանաչում ես, այսինքն շփվում են նորմալ, պրետենզիաներ չունի ոչ մեկին, բացի Նիկոլի, տարօրինակ է ժողովուրդ, հիմա, խոսած նաև աղջիկը այսօր, որ ավարտել է 2 իրավաբանական կրթություն ունի, վիդեոները կան, ես դες ցույց կարամ տամ, խոսած որ ժողովուրդը, ոբշեմ գոված են դեղ մաման սենց, աշխատել են սենց, պրգել են միշտ, իհարկե տենց պիտի ասեն, ուրեմն խոսած նրա մասին, որ մեզ զանգում են, գրում են, որ ինչի դատի չեք տալիս, ինքը որպես իրավաբան 2 կրթություն ունեցող, ասում է հիմքեր չկա իրավաբանական, ես զարմանում եմ 2018 թվին, երբ որ ճամպեքը կտրում էին, կռիվ էին անում, իբր թե ոստիկաններն են, վաղ Սերժի ոստիկաններն էին, այդ կնանիքը գոռում էին, որ ձեռով չկպնեք մեզի, օրենք եք խախտում, միջև այդ Սերժի գմծրեց եվրոպական, այդ եվրոխորհրդի չգիտեմ ինչ օրենքներն էին արդեն գործում, ոչ մեկին իրավունք չունեն ձեռ տալ ոստիկանները, նամանավան կնանիքների ճիճիկներին չկպնեն, ձեռին չկպնեն, ոչ մի տեղ չկպնեն, չի կարելի, բռնավորներին էլ 3 ժամով էին բռնում, հիշում եք, այդ ոնց եղավ 18 թվին, ով որ հեղափոխություն էր անում, իրան համար ոչ մի կնգա իրավունք չունեն ձեր տալ, որ հեղափոխություն պրավիրնուց անեն, գլուխ բերեն, հեսօր ինքը հենց, այդ կնոջ բշտում է, աղջիկը ունի 2 իրավաբանական կրթություն, այդ եվրոխորհրդի, այդ չգիտեմ, այդ եվրոպական օրենքներն արդեն չեն գործում, ու ընդհանրապես, ինչ իրավունքով, ինք բշտում է և այդ ձև խոսում է, ով է իրան այդ իրավունքը տվել,
Վերջում ասում է, որ իրանց շատ է ցավծնում են հարցը, որ դեռ 90-ականներին են կորուստվել, բայց մեղմ այս ամեն ինչ եղել, որովհետև մենք հաղթել ենք, հիմա մենք խայտարակ ենք եղել։ Պարդվել էլ կա, մերն ասում, պարդվել էլ կա, բայց մենք խայտարկությունով ենք պարդվում, մենք չենք պարդվել։ Մեր գլխին սարկում են։ Նյուժելի կինը, որը կիրտ ու գրակ է, ամբողջ ընտանիք բժիշկ, իրավաբան, չգիտեմ ինչ, չեն հասկանում այսքան ժամանակ, որ մենք չենք պարտվել, մեզ ներսից են դեմ տալիս։ Ոնց կարա ասի, որ աղջիկը խոսում է նրա մասին, որ երկու հարց է ուզում։ Մեկը Նիկոլի հրաժարականը, սկսվավ նորից հրաժարականը, երկրորդը քերու անհայտ լինելու հարցը։ Մնացած այսինքն չէր հետաքրքրում, որ Արցախը հանձնվել է, հայաթափ եղել, հայերին եղերն են արել։ Այդ բոլոր հարցերը ոչինչ, ասեց երկու հարց են ուզում։ Շատ տարօրինակ է ժողովուրդ ջան։ Չասեմ, որ այս կինը հատուկ սցենարով արդեն եկավ, իբր թե այնտեղ առիթից օգտվավ, հավատացեք, որ Նիկոլի ախրանան տեսնում եք, քանի շերտ է։ Այնտեղ իրան պատահական մոդիկ մարդ չեն թողնի հանգարց, Նիկոլին չկրագի, Նիկոլի դեմքին կիսլատա չշպի, իհարկե այդ կնոջը չեն ստուգել, որ այդ բան կա, թե չէ, եթե ինքը պատահական եկել է, դուք հավատում եք, չկա այդենց բան, ժողովուրդ ջան, ձեզ նաև տպավորություն են թողնում, այն որ ես գոռում եմ բոլորը սցենարով գալիս են հարցեր են տալիս, որ ինք էլ ինչ արել է վատ բան, հիմա շուլերը խոսքերը փոխի սարկեն, դասավորեն, որ Նիկոլը փրկիչն է, մենք պետություն երգիր չենք ունեցել, պարզվեց Արցախը հանձնեց, մենք Հայաստան ունեցանք, այ քեզ անելու, այս խաղն են տանում, այդ հարցերը, որ գալիս են, տալիս են ու ինք այնտեղ պատասխանում է, այս խաղերն է, հիմա այս կնոջը գցին մեյդան, որ տպավորություն ստեղծեն, որ չէ, այնտեղ պահի տակ էլ լինում է, որ անսպասելի են գալիս հարցեր տալիս, այդ խաղն են տարել առաջնահերթին։ Երկրորդը տեսակ վիդեոները գցեցին, այսօր արդեն խժում է, Արցախի բարբարով շեշտում է։ Չի ասում, քաղաքացին ելել է, հանրությունից ելել է խումբ, Արցախի բարբարով ելել են, առաջնահերթին ժողովուրդ ջան, մռմռում են, իհարկե Պարիս Հերունին ասել է, որ մեր ազգի պատմության մեջ հազար ու մի բան է եղել, հազար ու մի բան, բայց չեն կարողացել դարերով մեր ազգի մեջ քաղաքացիական պատերազմ գցել։ Ով որ հայ են, շատ լավ գիտեն Facebook-ում նստած, թե մենք սովորական մարդիկ քանի անգամ քաղաքացիական պատերազմ են կայացրել, քանի անգամ ուզեցել են ջավախքով բանով կռիվ գցեն, կայացրել են ժողովուրդ ջան, էս էլ կկայացնենք։ Ուրեմն սա նոր պապիտկա էր Արցախահայությանն ու Հայաստանի հայության հանեն իրար դեմ։ Մեռավ խոսալով փող եմ ծախսում Արցախի վրա, որ Հայաստանի հայությանը ներկայացնի, որ Արցախը սենց մեր վզից կախված է եղել։ Քիչ մնա ասի, սա հողերն ինչ տվել ենք, ազատություն ա մեզ բերել։ Սաղ 15 թիվը մեզ մորտեցին, գիտեք։ Էդ էլ էսա կներկայացնի, որ պրծանք,
անկախություն, ազատություն, քարտեզա խպեդոշի։ Այս խաղն է խաղում ժողովուրդ ջան։ Ու այս կնոջ ելույթը պատահական չէր, որ ինքը բռնկվի, պաչիմուտը այս կնիկը պիտի իրան ասոցիացվեր Քոչարյանի Սերժի հետ։ Արցախի բարբարը վդրուկ ինքը հիշեց, արցախցիքն իրան սպառնում են։ Քոչարյան, Սերժ, Տաշիր, սարկումա իբր թե իրոք իրան ընդդիմություն, դրանց ռեյտինգն է բարձրացնում ազգը կիսելու համար, ժողովուրդ ջան, հայի են կուտակված զայրույթը, որ հայությունը նորից տարբեր մասնատեն, ենի քոչարյանական, ենի սերժական, ենի կալուշցի, ենի չգիտեմ ինչ բալուշցի, այսենց մեզի նորից խառնեն իրար, որ այդ ընդհանուր ուժը, որ ելել է արդեն ջհուդների դեմ կռիվ, իրանք այդ ուժը ծխում են։ Քանի որ բացահայտում ենք Սերժն ով է, որ սաղ իրար հետ են ուդում ու քակում, ժողովուրդ ջան, Ալիևն այնտեղից է գոռում Սերժն ու Քոչարյանին պիտի բռնեմ, ռեյտինգն է բարձրացնում, որ մենք մտածենք իրոք թուրքերի դեմ են։ Էսից տեղից է գոռում, ես ձեզ սենց կանեմ, ռեյտինգ է բարձրացնում, որ ազգը պարակտեն, հասկացաք ինչ խաղ են խաղում։ Ջնջել են արդեն, վիդեոն արդեն ջնջել են, աշխարհով մեկ խայտարակ եղան, որ բոզերը բոզություն էին անում, չանցավ այս խաղը։ Ինչա գոռում այսօր, ասում է դու ինչի ես սաղ մնացել, դու ինչի ես սաղ մնացել, 5000-ը կոտորվել է ու շեշտում է մեր տղեկը, քաղաքացին, հանրությունը դարձան արդեն մեր տղեկը, լուրջ, այս կնոջն էլ հանել է մեյդան, ասում է դու գիտեք ինչքան սպահ կա այնտեղ նստած, դու բժիշկ ես, դու կին ես, դու մայր ես, դու քույր ես, ինչ կապ ունի, դու հարցը տալիս ես, դու գիտեք ինչքան այնտեղ սպահ կա, որ Նիկոլը թիվը ասի, ինք ասի, որ չէ, էդի սպահներն ես կանա, Նիկոլն էլ ասի, իմ համար սպահն ու շարկայինը մեկ է։ Բա, Նիկոլը գիտեք ինչ մենցահոգի է, ամեն զինվորականը իրան համար շատ թանկ են, ինք այդ տղեկներին չի հանցնե, դու ինչ ես սաղ մնացե, Նիկոլի տղեկը զոյվել է, հասկացաք ոնց են խաղում։ Այս ամեն ինչը ժողովուրդ ջան, սրա համար էր, հենց որ մի տարվեք, երկրորդը որ գոռում էր, կրդելու եմ, էս եմ անելու, համբալ, մանբալ, ինձ ա լավ լսում, գժվում են, որ ես բաց է բաց, պրիզիվ եմ անում առանց վախենալու, կոչ եմ անում, սպանել, կրդել, վարել, երկրի ներսի թշնամուն, ես գիտեմ ինչ ձև եմ ես խոսում, իրանք դրանից պայտում են, որ ինձ, ոչ մեկը, ինձ կանչել են 6 ամիս առաջ, ամար, քնչական, վրես բողոք են գրել, որ ես կոչ եմ անում բռնության, ես ապացույցել եմ, որ ես կոչ եմ անում, բայց ոչ բռնության, բռնացողներից ազատվելու կոչ եմ անում, ես ազատության կոչ եմ անում, ու ես ապացույցել եմ Նիկոլի խոսքերով, վիդեոներով, որ իրանք պարտավոր են ձերբակալել, ու ոչ թե միայն Նիկոլին, այլ պարլամենտում նստած փող ստացող պատգամավորներին, բոլորին, ամբողջ կառավարությունը, բոլորը հանցագործ են, քանի որ ստանում են Հայաստանի Հանրապետության բյուջետից աշխատավարձ, դրանից բացի պրեմիաներ են ստանում, այսինքն մեր փողերով, իրանք պարտավոր են աշխատել, իսկ սահմանադրությունով իրանց պարտականության մեջ մտնում է Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանել,
եւ Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի անվտանգությունը ապահովել։ Հələ չխոսամ 20,000-ի մասին, իրանց 5,000, քանի կար 5,000 չէր, այսօր գոռում էր 5,000, ինչի պիտի զոհվեին, հասկացաք, գոռում են այդ թիվը այդքան չի, այսօր բեյնով գոռած, ինչի պիտի 5,000-ը զոհվեն, այդ հենց Աստվածը կխոսցնի, քանի որ իրանք Հայաստանի Հանրապետության սահմանները փոքրացրել են, մեր հողերը տվել են, զոհեր տվել են, իրանք բոլորը հանցագործ են, իրանց դատ ու դատաստաններ այնտեղ որ բեմադրություն խաղցան, դա հիմք հանդես չի կարող գալ, որ իրանք մնան իշխանության մեջ, իրանք կակ մինիմում պիտի ձերբակալվեն, քանի որ ինքը ոչ թե պատերազմա վարել ու իրան մոտ չի ստացվել, այս դեպքում ոչ մեկը իրանց չեր մեղադրի, իրանք իրանց բեյնով վիդեոները ցույց եմ տվել, պատերազմից առաջ խոսում են, որ Արցախը պիտի հանձնեն ու հանձնելու են, պատերազմից առաջ, վիդեո եմ ցույց տվել, որ պատերազմից հետո խոսում է ոնց որ Պարուխն ու քարագլուխը հանձնել է իգնախոստովանություն, որ հիմքը հանձնել է հասկանալով, հանձնելու եմ կտոր մնացածը, հիմա իմ հարցին պատասխան տվեք, ինքը ով է, թշնամին է, ինքը չի կռվել ու ասեմ չի ստացվել, ինքը հասկանալով բոլորը միասին հանձնել են, քանդել են, սպանել են, դրա համար երբ որ ես խոսում եմ, ես գիտեմ ես ոնց եմ խոսում, այո, բաց ասում եմ, կրդել, որովհետև թլպատվածներն են, թշնամիները հայոց, սպանել թշնամիներին, հայոց, ով ասեց, որ դրսի թշնամուն պիտի սպանես, ներսի թշնամուն պիտի թողես, իհարկե Մագդայի վրեն չեն կարողանում, իհարկե կատաղած է Մագդայի խոսքերը լսում է, էլելա լրպծել է, կրդելու է, մեզ եմ անելու, արդեն են դերը, որ պիտի տանի, իբր թե Սերժի բանի տեմա, բայց իստերիգության մեջ է անգե ժողովուրդ ջան, որովհետև գիտեն, Մագդան ինչ որ առաջարկում է, իրանք դրա դեմ առնել չեն կարողանա, Մագդան չի ասում, ընտրությունների գնանք, Մագդան չի ասում, ընտրությունները չեղարկենք, Մագդան չի ասում հրաժարական, Մագդան բաց ասում է թշնամիների սպանել, Պաշտպանության նախարարը, որ ստեղ խփել է խաղաղություն, ինքը մեզ պաշտպանում է, Մագդան բացադրում է, պաչիկները մեր համար չի, պաչիկները իրանց համար է, որովհետև իրանց կյանքն է, և դրսի թշնամիների և ներսի թշնամիների կյանքը վտանգի տակ է, բոլորը բացահայտվել է, եթե ամբողջ հայ ազգը ելնի Հայաստանում, Հայաստանի ընդհանուր տարածքում, ոչ թե գա միտինգի, հրմշտվեն նկարվեն, գցեն ինտերնետ, հրապարակում, որ ոստիկաններին էլ կայնացնեն մի երկու հատ գլխներին, տասին, այ ոստիկաններ թուրք են, մեզի սենց են անում, ակտ ուստրաշենյա, ոչ, Մագդան ասում է Հայաստանով մեկ, միառժամանակ, վառել բաղդելներ, վառել կազինոներ, վառել կլուբներ, վառել ստրիպ կլուբներ, այլասերվածության և ընտանիքները քանդելու բներ, ոչ մեկը Մագդային մեղադրել չի կարա։ Մագդան ասում է, Նիկոլ Նեգավերատոյի տրուսիկը ստրինգը կախեց կամերայի վրա, ասեց քաղաքացին շտրաֆի մատիրիալ չի, և շտրաֆների ցուցակները, տարբերակները ավելացան վիճակի Հայաստանում, և թվերը բարձրացան, ահա։ Եկավ ասեց ձեր վարկերը, պարկերը հեչ եմ անելու,
Սաղ վարկերի պարկերի տակ ճռում են։ Մագդան ասում է, ժողովուրդ ջան, բոլորի տները ջվուդների ձեռն է։ Դուք տուն չունեք։ Իրանք լուբոյ ցանկացած պահին կարան են անեն, որ այն որ 10 վարկ եք վերցնում մի վարկ փագեք, կարան են անեն, այդ մի վարկն էլ չեք կարա փագեք, 20 հատ վարկ էլ եթե վերցնեք։ Այո, այդ տարբերակներ շատ ունեն։ Մագդան ասում է, բանկերի պատուհանները ջարդել, կամպյուտերները այսենց պրոստը ջարդել, նոտարի սաղ թղթերը վառել, այո, նոտարի թղթերը վառել, ժողովուրդ ջան, պրծակ վարկերից։ Այդ որ եկավ ձեզ խապեց կպրծնեք ու չպրծակ։ Այդ վարկերից կպրծնեք։ Ընդամենը բանկերի կամպյուտերները հեչ անելով։ Մեգա մեր փողերը հեչ են անում։ Ցիֆրովիզացիան ճակատին թիվ են խփելով։ Այն որ ուզում են խաղաղ ձևով, այսինքն ֆռցնելով տանեն կողեն մեզ այդ կոնցլագերը, չէ, մեր գլխին ինչ օիններ ուզում եք բերել են, ինչ եղերն ուզում եք արել են, մի եղերն էլ ի պատասխան, ի փրկության, Մագդան առաջարկում։ Կամերաները ջարդել, պրծանք մենք շտրաֆներից, ովքեր որ ինչ որ շտրաֆների ցուցակներ ունեն հարգադիր մարգադիր, հարգադիրի վրա էլ հարցագում, կամպյուտերները այնտեղ էլ ջարդ ու փշուրաներ, հարգադիրի ցուցակներից էլ կպրծնենք, այդ ջարի մեկներից էլ կպրծնենք, մնում է 5G անտենաները կրիշների վրից քցել, պրծավ իրանց իշխանությունը։ Ով է դառնալու այս դեպքում գիշադիչ Նիկոլը, որի դեմ խաղ չկա։ Իրանք ունեն այդ կան ոստիկան քցեն մեր վրա, չունեն։ Զինվորները մեր հայերն են, մեր երեխեքն են։ Կամանդվնին իհարկե իրանք են նստած, որը որ հայերն էին տարան մեջքից տվին խփել, որոնք էլ հայերը կան, գլխներին 1000 ու մի բան են սարկում, իրանց դավաճանությունը ջարդում են հայ աֆիցերների վրա են գործ սարկում, ժողովուրդ ջան, կամ ավտոյա ձոր ընկնում, կամ բան, զապչաստը բանա թուլացնում են 1000 ու մի բան, մարդկանց թույնավորված ջուր են տալիս, թույն հիմա այնենցա մի շապատից մարդ կարա մեռնի, գնում են ռուլի վրա, մխրճվում են պատերի մեջ, մեռնում են, զոյվում են, ձոր են ընկնում, բան, տարբեր ձևի սպանում են։ Զինվորները մերոնք են, երեխեքն են։ Ջվուդ բանակում չկա ժողովուրդ, 800,000 ջվուդ կան Հայաստանում, սալդատ չի եղե ու չկա, կամ միովայի վգա են գրվում, որ թլպատված վիճակը չերևա, իրանք սաղ քաղաքականություն են գնում մեր գլխին կառավարեն, կամ գնում են աֆիցերսկի սաստավ, որ մեզ գա պահը մեջքից տա, տրուսիկ մայկա կերան տրուսիկ մայկեն, տներից տրուսիկ տարանք, Էլան սարկեցին, որ իրան կլուբնիկա կերծնով են, տարան մեր երեխեքներին կոդորեցին, մորացան տրուսիկ մայկի գործանուղը, դարձավ գեներալ, ջերմուկի հողերնը հանցնեցին։ Այդ են ժողովուրդ ջան։ Հիմա, իհարկե այդ զինվորները մեր դեմ չեն ելնի։ Հասկացաք ինչ իրավիճակը, հասկացաք, որ իրանց իշխանությունը ջվուդական, շատ հեշտ է ոչնչացնել։ Հիմա, այդ սաղ ախրանան որ կա, ինչ որ մեկը իրանց ճանաչում, մեկն ու մեկը կարա ասես իմ հարևանն այն, իմ բարեկամն այն, բարեկամիս հարևանը, չէ, իրանք մնում են ամերիկյան դեսպանատան տակ 3 հարգել կա ժողովուրդ ջան։ Մեզ խապում էին, որ это ամերիկանский կոծիկի, հետաքրքիր է ամերիկան 3000 հոգի, այդտեղ ասում են ամերիկանский կոծիկ կան, մорские пехотинцы, ինչի պիտի ամերիկան 35 տարի, 3000 հոգի, մի ամբողջ չաստ, ստեղ պահի, սնունդա, փողա, աշխատավարձա, ու մենք իրանց չենք տեսել։ Ու տարօրինակ է, մենք չգիտենք սրանք ուր են ապրում։ Պարզվեց իրանք այդտեղ են ապրում։ Այս հենց թունելով գալիս են Նիկոլի Դաչյան,
Նիկոլին վերցնում են ու գալիս են։ Այնտեղից էլ ունեն այրապորտ թունել, եթե պետք լինի թռնեն Հայաստանից, ուղիղ այրապորտ թունելով, որ փախնեն։ Բրիտանական դեսպանատնից, ՑԿ-ի նախկին շենքին ամերիկյան համալսարանից թունել կա դեպի ազգային ժողով, ազգային ժողովից դեպի կառավարության շենք, ժողովուրդ ջան։ Հասկացաք, այս սիստեման տակը կա, ոնց են իրանք գործում։ Այնց որ այդ շենքերի վրա էլ որ բենզին լցվի, այդ շենքերը որ վառվի, всё, բրծավ հարցերը։ Նիկոլինով է պահագություն անելու Սերժիգի պրակլատկին Միշիկ Մինասյանին, որ գրում են, չգիտեմ, են կոնխելացիա ինստիտուտներ ավարտը, թուրքի լամուկի ռոժը չեք տեսնում, ժողովուրդ։ Հասկացաք։ Սաղ իրանց տները վառել, ուղագի վառել, այո, բրծավ, հա խաոս ա լինելու, զատո ի փրկության մեզ։ Երգիրը մակրենք, ներսի թշնամին ա քեզ վնաս տալիս, դու ներսում թշնամի չունենաս դրսինը, քեզ գխնդրի, որ քո եղածը վերցնես, որ իրան չսատկացնես, հայ։ Հիմա այսօր լսել եմ, որ Շենգավիթի Նիկոլի պրոպագանդիստներին, չգիտեմ, որ թաղից են եկե, այս թաղից են եկե, որ թաղից են եկե, լավ ջարտել են։ Ջարտել են այնց, որ հիշում եք, ռոլիկները տեսել եք, Շուշին, որ գրավել էին մեր հայերը, թուրքը գոռում էր, վայ մամա ջան, սնեքսնիզ ուշոլ, բելի սնեքսնիզ ուշոլ, գժվել էր։ Հիմա Նիկոլի պրոպագանդիստներին այնց են ջարտել, ջարտողներին չեն հիշում ով ա դեմքները, ընկել են ման են գալիս, թե ով ա ծեծե իրանց։ Ժողովուրդ ջան, իմ ճակատին խփել է պատվերով, ասում են կամերաներ չկա, որ ֆիքսեն, գործն ուզում եմ փակել, չեմ թողնում, ասում եմ միջև կամերաները հորինել, բոլոր հանցագործությունները ոնց են բացահայտվել, բացահայտեք, տարբեր մեթոդներ կա քննության, մեթոդ դեդուկցիի, հազար ու մի բան կա, այդ կամերաներ որ չկան, ոնց է գործում, ես գիտեմ, որ 13-րդ դարի ավետարան են կողացել, վիդեոն կա, գողը կապյուշոնով ա, ասում են կապյուշոնով ա դեմքերը չգիտենք, այսինքն սես կամերաները, երբ որ բան են ֆիքսում, իրանց պետք չէ, ասում են կամերան փճացած ա եղել, իմ գործով, որ ինձ ջարտելով տարել են ոստիկանները խանութից, ոստիկանության դեմ ջարտել են, ասում են, որ տրանսլյացիա ա եղել, կամերաները ոստիկանության դեմ չեն ֆիքսել, մեր սաղի հետևներին կամերա եք դրել, ոստիկանության դեմ ոնց կարա կամերա չլինի, տրանսլյացիա ա եղել, լավ տրանսլյացիա ա եղել, այդ տրանսլյացիան ում համար է, ինչ-որ մեկը նստի նայելա, չէ, կանչեք իրան, թող ինքը վկայություն տա, թե ինձ ոնց են ջարտելով բերել, հասկացաք կամերաները ոնց, իսկ ես հիմա մի բան ցույց կտամ, տղեկ ջան, որ դուք ավելի արխային, սենց ասեմ, ցույց կտամ ձեզի, ոնց են 90-ականներին գործել, մի քիչ էլ ես կատարյալագործություն կանեմ, շատ հետաքրքիր բաներ ցույց կտամ, որ կամերա, մամերա, չգիտեմ ինչ, նայեք ժողովուրդ ջան, տղեկ ջան, 30 դրամ ա, այս են, այսի, ահա, 30 դրամ ա, ոչ մի մատների հետ, ոչ մի բան չի մնա, բոլոր բարդ խնդիրներ ունեն ամենահասարակ լուծում, ժողովուրդ, իմացեք էդ, 30 դրամ, ահա, всё, ոչ մի մատնա հետ, դուք տեսաք իրանց բաները, մասկեքները, բաները, տեսաք ոնց են կայնացեին, Արցախի բարբարով սիրտը կայնել էր,
իբրտ էլի Արցախի բարբարով, ձեզի շատ հեշտ բան, 500 դրամ է ժողովուրդ, սպեցնազը, ֆորմա ունեն, չգիտեմ ինչ ունեն, էսա սովորցնեմ տղեկ ջան, 90-ականներին թուլկի են քաշում, ես ձեզ ավելի լավ բան սովորցնեմ, 500 դրամ է, խուր ունեք, մայր ունեք, թող գնան առնեն, ահա, նայեք, ահա, օպալա, պրծակ, ահա, էսի սենց, էսի մտնում ավադալասկի մեջ, ժողովուրդ ջան, ահա, տղեկ ջան, սենց հետաքրքիր, դուք կարաք, ավելի հաստ, գիտեք ինչն է պրինցիպը, ոչ աչքի համար տեղ ծագել, ոչ բերանի համար ծագ անել, դրասետքի պրինցիպը որն է, դուք ներսից տեսնում եք ամեն ինչը, դրսից բան չի երևում, կարաք ավելի հաստ անեք, ահա նեսի բերեցիք, այստեղ գարլավինկա եք սարկում, այսենց, ահա, էսի կապեցիք, որ ձեր գլխից 90-ականների միամիտ են չուլկի են քաշում, կարեն գլխից քաշեն հանեն, Մագդան ավելի լավ բան ասում, ահա, կապեք, ոչ մի տեղից ոչ կարան բռնեն, ոչ քաշեն հանեն, ես էլ գարլավինք են կապում եք, ահա տղեկ ջան, ձեզ սովորցնեմ, գիտեք ինչ տատի եմ, հա, իրանք իրանց բոզությունով են գործնանում, ենք էլ խելքով, Նեժան և որակով, վադալասկեքի գարլավինք են հանում եք ստեղ, շո, ոչ մի տեղից բռնել չեն կարա, ճեժեր ջան, են բիրետկեք եք է հակնում տրիկատաժնի ձմեր, ահան, էտ էլ այսենց գլխներից կքաշեք, չունեմ որ ցույց տամ, ես է այսենց եղավ ժողովուրդ ջան, ահա, ես էլ սենց, ամեն ինչ տեսնում եք, ձեզ չեն տեսնելու, մի քիչ ավելի հաստոտ կհակնեք, այսենց 90-ականների արածը ձեզ ցույց եմ տալիս, մի քիչ ավելի հետաքրքիր բան եմ հորինել, ահա, այն ձեզի սպեցնազի ֆորմա, հիմա Հայաստանով մեկ որ սենց հետաքրքիր կինո կլնի իրանց գլխին ժողովուրդ ջան, տեսակ, բոլոր հարցերի լուծում, բա որ սաղ տղեկը սենց աղջիկներով, տղեկներով, իմ նման տատիները ոչ խեղճ, բա գիտեն ինչա, իրանց ստրինգները պիտի թողնենք մեզ հաղթեն, մեր երեխեքների գլուխը ուտեն, որ իրանց բոզերին, որ միայնակ մայրերին, իրանց բոզերին պարգծրեցին հայ տղամարդկանց տակ, մեր բյուջետով, մեր փողերով, իրանց լամուկներին մենձծրին հայ տեսքով, մնացած լիքը պատմել են ոնց են ինչ արել, բերել են աջեցրել են մեր գլխին ջարիմա պատու ասելան, մեր երեխեքներին պիտի սպանեն, մեր եղածը վերցնեն ու իրանք իրանց բոզություն անելու համար ապրեն ու վայելեն, չկա այդենց բան, ենենց որ ազգովի պատրաստվեք, ոնց են ընկել են թուրքերը, նույն թուրքերն են ժողովուրդ ջան, ընկել են թե մեզով ացեցել, ծեծվել են ամելման են գալիս թե ով ացեցել, ժողովուրդ ջան, են ինչ որ իստերիկության մեջ, էլ հա, այս վիդեոն էլ ցույց տամ, Փոստանջանին ա գոռում, Փոստանջան նույն, հիշում եք, 16 թիվներ կարծեմ, կանալիզացիի կեղդը որ բանկով, նույն Մարինա Խաչատրյանը, իմիջայլոց իպրտենեյրո խերուրուր գնացել էր, կալաշնիկովա սաղոր խաղցնում, սաղոր քաղաքականությունով զբաղվում, նեյրո խիրուրգ ժողովուրդ ջան, ենենց փորձ պիտի ունենա, սովորական խիրուրգը դաշնահարկի նման պիտի ձեռքերը պարապված լինեն, նեյրոխիրուրգ, գիտեք ինչ նուրբ շարժումներ, տոչնի դա մի միլիմետրովա չգիտեմ, գնացել էր Արցախ, իբր թե պաշտպանելու չգիտեմ ինչ գործով, 100 հատ սկորի ավտոն, ում համար բերեցին, կարող է օրգաններն էին տանում, Արցախից, չգիտեմ, բժիշկները բժիշկ են, թե դոկտոր Մենգելներն են, չգիտեմ, մարդ եմ, մտածում եմ, ուղեղը տվել է Աստվածը մտածելու համար, Սոնա Ագիկյանը, որ նկարվեց իբր թե գնացել Արցախ, տպավորություն թողեցին, են որ պրիվետ Ռոբեր գոռում, հետո դարձավ
Քոչարյանական ելավ ներողություն խնդրեց, ասեց սխալվել եմ։ Սող սխալվում եմ, փող են ստանում։ Դա նույնն է, ինչ որ խիրուրգին տանես հիվանդին։ Ստա բան, կույրաղիկի տեղ սիրդը հանի, սպանի, ասի վայ գներես, սխալվել է։ Սաղ սխալվել են պրոֆեսիոնալներ, պոլիտիկայով զբաղվող, պատգամավորներ, փող են ստանում, պատավատ ունեն, ախրանա ունեն, չգիտեմ ինչ զայրումար ունեն, սխալվել են սա։ Տպավորություն ստեղծեց Գորբագորի ջրաղացին, որ հաղթելու ենք, Մագդան գոռում է, որ այնտեղ դեմ են տալիս մեր տղեկներին։ Երեխեքը գրում են, որ մենք գնում ենք առաջ, մեզի հրահանգ են տալիս։ Նահանջել Գորբագորն ելավ ասե տակտիկական նահանջ է, ետ են գալիս, որ մարշ բրասոկ անենք։ Բա Սոնա Ագիկյան ելավ, սենց ուրախ, գիտեք, լավ լուր ունեմ ձեզ ասելու, բանա, մենք հիմա էլ գրավյալ հողեր չունենք, առաջ ենք գնում, այսինքն հողերը ետ ենք բերել, գնում ենք դեպի Ադրբեջան։ 200 երեխա էլ գերի են ընկել, փրկել ենք իրանց, գերիությունից հանել ենք, ուղիղ 2 ժամից քպեականներն էլ հայտարարեցին, որ լուր է տարածվել, որ 200 գերի են փրկել, այդ լուրը չի համապատասխանում ճշմարտությանը, տպավորություն ստեղծին, որ այդ լուրը սխալ է, իսկ այն լուրը ճիշտ է, գրավյալ հողեր չունենք։ Ու երբ որ ես ասում եի ժողովուրդ մեր երեխեքներին դեմ են տալիս, ասում են ինչ ես խոսում, Նիկոլ Բակու է ասում։ Սոնա Ագիկյանն ելավ այդ ջրաղացին ջուր լցրեց, оказывается даже Արցախում չի եղել։ Այսենց բաներ է տեղի ունենում։ Հիմա ես էլ ցույց տամ ժողովուրդ ջան։ Դեզի այս վիդեոն տեսել եք, վերցրեք նայեք, աղջիկն է խոսում, այսօրվա կնոջ աղջիկն է խոսում։ Լավ, մի հատ սենց ցույց տամ։ Բարև ձեզ, քանի որ հեռախոսս այսպես սանկերի և հաղորդագրությունների տարափի մեջ է, որոշեցի այսպես լայվի ֆորմատով արձագանքել։ Էսի աղջիկն է խոսում, մոտեք YouTube-ը կա Էրգար Բարակ ձեզի խոսքերին, որոնք 18 րոպե խոսում է։ Հայտնի դարձած արդեն այդ չասենք միջադեպ։ Էսա մի բան էլ հիմա կասեմ, ուրեմն ժողովուրդ ջան, լուր տարածեցին, որ Նիկոլի պաստարը ճղուղը ձերբակալված է եղել ու Հուբերտում ինքնասպանություն է կատարել, ելավ Քոչարյանի քուրդ Ագնեսը Խամոյանը, ելավ ինքն էլ տարածեց այդ լուրը, это акт устрашения։ Այդ կան սահմանադրություն, դատավորներ, բաները, սա Քոչարյանի փաստաբան են, մի հատ մենց խումբ, պաստար ճղելու համար, ինքի ձերբակալում են մարդուն, որ ինքն էլ այնտեղ ինքնասպան լիներ, ինչի քրեական գործ է դա, շատ ադմինիստրատիվնի քաղաքացիական բան պիտի լիներ վրեն, գործ պիտի հարուցվեր, որի համար չեն ձերբակալում։ Էդի ձեզի սուդ են տարածում, որ վախեցնեն, ժողովուրդ ջան, չվախենաք ոչ մեկից։ Իրանց սիրտն ա դող, իրանք են խարտախ, մենք չունենք վախենալու։ Էսի աղջիկա վիդեոն ա ցույց տվեցի, կմտնեք, կնայեք, կլսեք, էս էլ ստեղ Պոստանջանի վրա է իբր թե հարձակվել, մի րոպե, սա գտնեմ, Պոստանջանի վրա է իբր թե հարձակվել, հիշում եք 16 թվին այդ կանալիզացի կեղտի գործը, Նիկոլ Պոստանջան, սաղ իրար հետ են, Մարինա Խաչատրյան, Սոնա Ագիկյան, սաղ իրար հետ են ժողովուրդ ջան, սա ձև անդամենա, էսա գոռում ճճում։
խոսում։ Ինչ ես խոսում։ Այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում։ Գետինը մտնես, դու անես ընդհանրապես։ Էժան, գնա Վարդանիկին պաշտպանի։ Էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի։ Մի րոպե ժողովուրդ ջան։ Զարուհի, ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում։ Գետինը մտնես, դու անես ընդհանրապես։ Էժան, գնա Վարդանիկին պաշտպանի։ Էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշտպանի։ Կաշառակել ստահակ։ Էսի հերթական շոու է ժողովուրդ ջան։ Իրանք իրար երես թքում են, իրանց կարևոր իրանք սաղմնան, իրար հեր կքրվեն, իրար մեր կքրվեն, իրոք էլ կանեն իրար շնորհակալ կլնեն, իրանց համար դա քյարա, ոչ թե անպատվություն է, մենակ թե մեզ սպանեն, մեր եղածը վերցնեն ու իրանք օրվա մեջ տարին 12 ամիս սուտքի մեջ ոչ թե 24 ժամ, այլ 25 ժամ Են Պուգաչովան մի հատ երկ ունի «Как-нибудь, где-нибудь, что-нибудь» Էդի ոչ թե ռուսի մասին է, էդի հենց իրանց մասին է, քծում են ռուսների վրա «Как-нибудь, где-нибудь, что-нибудь» Սատկում են դրա համար, 3 ծագ ունեն մարմինի վրա, 3 ծագը բավարարեն, տոլմեն էլ զղտգվեն մեր ու ելնեն շնտրգվեն, էս ասրանց ապրելու, այս հենց գելնեն իրար երես գթկեն, իբր թե հիմա էլ Փոստանջյանը դարձավ Սերժական ու Քոչարյանական, ինքն էլ իբր թե դրանց դեմնա, էս խաղն են, արդեն լկտի բարերով տեսնում եք, իբր թե ելնում են ակցիա են անում, եղավ հայեր ջան, Այս խաղերին մի տրվեք, մենք ունենք մի հարց, 500 դրամ, այս մասկենա, 30 դրամ էլ, ձերնոցներնա, էսա, ժողովուրդ ջան, բենզին, կանիստր բենզին, սպիչկա, վսյո, շատ բան պետք չի, մեզ ոչ ատոմնի ռումբա պետք, ոչ բանա պետք, դժողք իրանց գլխին, են ինչ որ դարերով իրանք մեզ մորտել են, Մորտողներին պիտի մորտենք, ով ասեց, որ ասում են սին զացանի ատվիչայի, տենի են սերունդնա, այս սերունդն ինչ կապ ունի լուրջ, են մորտողների թորները պիտի վայելեն, մորտվածների թորները պիտի տանջանքով ստեղծեն, նորից մորտվեն, այդենց բան չկա, մենք ունենք դարերով եկած, մեր զոյվածներից, ժողովուրդ ջան, հայեր ջան, ոնց ասեմ, պարտականություն չէ, սուրբ պարտականություն, կրով կրովյու смывают, այո, կրով смывают կրովյու, մեզ մորտողներին, մեր պապերին, մեր երեխեքներին, մորտողներին դարերով եկած սուրբ պարտականություն վրեժ խնդիրը լուծել, իրանք հանգիստ չեն լինի, միջև մենք են սերունդն ենք, որ պարտավոր ենք հարցին լուծում տալ, լիքը բոզ են բերե, որ ես մեր մնացած տղեկներին էլ վրա քաշանեն պրծնի հայասկ, պաչիկա ուղարգում, պաչիկ, կռիվ չի լինի, իբր թե, որ են մնացածը բոզերն էլ վրա քաշանեն պրծնի հայասկը, որին ձոր քծեն, որին գլխին նարկոտիկի գործ սարքեն, որին կազինո քաշեն, ընտանիքը քանդեն պարկերի տակ, որին հիվանդանոցում սպանեն, ասեն թե հանգարցամա եղավ, չհասցրեցին բժիշկները փրկել, հազար ու մի մեթոդ կա, երեխեքների արունները խմում են, գետն են քծում, ծնողների վրա են քծում, հազար ու մի բան են անում ժողովուրդ, գիշեր ցերեկ դրա մասին խոսում եմ, են հենց որ ժողովուրդ ջան, հանուն մեր սուրբ նահատակների մենք ունենք պարտականություն, սուրբ պարտականություն վրեժ խնդիրը լուծել ու հանուն մեր այս երեխեքներին
ում համար մեր պապերը, մեր երեխեքը կյանքը տվել են, արունը թափել են իրանց։ Իրանք պիտի ապրեն, հայը պիտի ապրի, Աստվածը հավերժա, Հայաստանը հավերժա, հայն հավերժա, всё հայերը հավերժ ենք։ Մենք հավերժ ենք ոնց որ մեր Աստվածը։ Եղավ ժողովուրդ ջան, բոլոր անհնարին բարդ խնդիրներ, որ անհնարին ա լուծել, միշտ ունենում են շատ հեշտ լուծում։ Աստված առաջ, մեր Աստվածը մեծ ա, վերևն Աստված, մենք կհաղթենք։ Պատրաստվեք, ընտրություն չպիտի լինի։ Տանկերը, որ ուզում էր հանել, որ ասել եմ, եթե փորձես փողոցներով, հրապարակներով վառելու ենք, տանկեխար տրակ ծնելու ենք ձեզ, իստերիկության մեջ են անկե ժողովուրդ ջան, ես գիտեմ ինչ եմ անում։ Հասկացաք, տատին էլ, են չի, որ խեղճ տատի ա, բարին Աստծուց ժողովուրդ ջան։